Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել և չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր հարյուր հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործչի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին և կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ Կուսակցությանը, Քվեաթերթիկ համար 15։ Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր հետևորդներին, նրանք ովքեր չեն ասրել դառնալ մեր բաժանորդները անպայման դա արեք, շատ կարևոր է հատկապես Քարոզ Արշավի այս վերջին շրջանում։ Սիրելի բարեկամներ, մենք հերթական նոր հյուր ունենք Փակ TV-ի տաղավարում, այսօր հյուրընկալել ենք Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ, մեր ճանաչված քաղաքագետներից մեկին, Սուրեն Սուրենյանցին։ Բարև ձեզ, պարոն Սուրենյանց, ուրախ եմ, որ մեր հյուրն եք և իհարկե մենք մեր զրույցը սկսենք Հանրապետության օրը տեղի ունեցած իրադարձություններին մեկ անգամ ևս անդրադառնալով, գիտեք, որ Սարդարապատում այս անգամ փաստորեն ոչ մի պետական այր չմասնակցեց նախատեսված բոլոր միջոցառումներին, միայն ծաղկեփնջեր էին եկել իշխանության ներկայացուցիչների կողմից և դա շատ տխուր այսպես մտորումների տեղիք տվեց։ Ես պիտի ասեմ, որ պարոն Սուրենյանց, իհարկե նման վիճակը մեզ տխրեցնում է, փոխարենը կարելի ասել Հանրապետության օրը բավականին մարդաշատ էր, Հանրապետության հրապարակը, ուր մայիսի 28-ին տեղի ունեցավ նոր զորահանդեսը, նոր հագուստով մեր զինվորականների և ինչպես ասում են մասնագետներից շատերը, սա նույնպես տխուր մտորումների տեղիք տվեց, որտև այն պատրանքը չստեղծվեց, որ իրոք հզոր զորահանդես էր, ավելին սա, ինչպես նշեցին վերլուծաբաններից շատերը, ավելի շատ հիշեցնում էր թուրքամոլական հերթական միջոցառմանը, այս մասին դուք ինչ կարող եք ասել։ Դուք շատ ճիշտ եք նկատում, որ այդ զորահանդեսը նման չէր պետական տոնի արժևորմանը, որովհետև այդ զորահանդեսը ի սկզբանե այդ նպատակը չուներ էլ։ Դա ըստ ամենայնի և ձևով բովանդակությամբ նախընտրական դեկորացիա էր, այսինքն Նիկոլ Փաշինյանը նպատակ ուներ ցույց տալու հերթական իմիտացիայի միջոցով, թե իբր բանակում ռեֆորմներ կան, սպառազինություն ենք ձեռք բերել և այլն և այլն։ Եվ երկրորդ հանգամանքը շատ կարևոր, այս զորահանդեսը կազմակերպելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է խոստովանել, որ արտաքին գործընկերներին, դրա տակ իհարկե առաջին հերթին հասկանանք Ադրբեջանին, ինքը համոզել, բացատրել է, որ այս զորահանդեսը որևէ կապ չունի մարտունակության, բանակի զորության հետ և խաղաղասիրական նպատակներով է արվում։ Ինչ մնում է բանակի բարեփոխումներին, այդ հագուստներին, զինանշանի փոփոխությանը բանակի, այս բոլորը հարմարեցված են Նիկոլ Փաշինյանի այդ իրական Հայաստան կոչվածի ցնորամտությանը և բնականաբար, այո, այդ շատ մարդիկ էին նկատել, որ հագուստը, որ կրում էին զինվորականները, ավանդականից շատ տարբեր է, ինչ-որ տեղերում, այո, շատ նման էր այդ թուրքական բանակի հագուստին, Սարդարապատում չլինել է էլի
բացատրվում է նրանով, որ Նիկոլ Փաշինյանին ոչ թե պետականության օրվա խորհուրդներ հետաքրքրում, հանրապետության օրվա խորհուրդներ հետաքրքրում, այլ դեկորացիան, երբ որ մարդը ուշք ու միտքը հունիսի 7-ի ընտրություններն են, այդ ընտրություններում մի քիչ ավելի կամ քվե ստանալը, ժողովրդին մանիպուլացնելը, արկա դժգոհություններին ի պատասխան իմիտացիաներ ու բեմականացումներ ստեղծելը, այդ մարդուն օրվա խորհուրդը, պետականությունը, դրա ատրիբուտները բացարձակապես չեն հետաքրքրում։ Եվ ի վերջո, ինչ զորահանդեսի մասին կարող է խոսք գնալ, եթե Հայաստանի սուվերեն տարածքի 200 քառակուսուց ավել է օկուպացված է, երբ որ երկիրը գտնվում է շրջափակման մեջ, իսկ շրջափակումը թշնամական ակտ է, այսինքն քանի դեռ կա Հայաստանի շրջափակումը, խոսք լինել չի կարող խաղաղության մասին։ Եվ վերջապես, երբ մեր հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտերում։ Այսինքն, եթե շատ կարճ ձևակերպենք, սա մեր թշնամիներին հաճոյանալու նպատակով կազմակերպված նախընտրական դեկորացիա էր, որը բնականաբար չէր ունենալու բովանդակություն, որը բնականաբար չէր այն ինքնաբուխ հպարտություն եւ արժանապատվություն առաջացնող զորահանդեսները չէր հիշեցնելու։ Պարոն Սուրենյան, իհարկե տխուր տպավորություն թողեր, ավելին դե հիշում եք Սարդարապատում փաստորեն առաջին անգամ ներկա չէին պետական այրերը եւ սա նույնպես տխուր մտորումների տեղիք տվեց, սա ինչով եք բացատրում։ Տեսեք, այս մարդը, հարգելի պարոն Ղուշչյան, փորձում է մեզ բոլորիս զրկել մեր քաղաքակրթական հիմքից, փորձում է ջնջել պատմական ինստիտուցիոնալ հիշողությունը, փորձում է պատրանք ստեղծել, որ մենք չենք ունեցել առաջին հանրապետություն, մենք չենք ունեցել երկրորդ հանրապետություն, որը թեև լիարժեք անկախ պետություն չէր, բայց այնուամենայնիվ պետականություն էր, սովետական Հայաստանի մասին է խոսքը, որտեղ սխալված չեմ լինի եւ բազմաթիվ մեր հեռուստադիտողներ կհաստատեն, թեև սովետական Հայաստանը ինքնուրույն պետականություն չէր, բայց դրանում հայկական մշակույթն էր զարգանում, քաղաքաշինությունն էր զարգանում, կրթություն, գիտությունն էր զարգանում, այսինքն մենք մեր հայկական ինքնությունը սովետական Հայաստանի շրջանակներում ամբողջովին պահպանում ենք։ Ի վերջո այդ բազայի վրա ստեղծվեց երրորդ հանրապետությունը։ Եթե չլիներ առաջին հանրապետությունը, մենք չէինք ունենա սովետական Հայաստանը, չլիներ սովետական Հայաստանը, չէինք ունենա երրորդ հանրապետությունը։ Հիմա մի մարդ, որը տարավ երկիրը պատերազմի, այդ ավերիչ նվաստացուցիչ պատերազմի հետևանքով մենք Արցախ կորցրեցինք, Հայաստանի բովանդակությունը խեղվեց, այդ մարդը իր պարտությունը քողարկելու կամ արդարացնելու համար փորձում է ցույց տալ, որ իրենից առաջ պատմություն չի եղել, որ ինքը մի մեսիա է, որ եկել է եւ նոր այսպես կոչված իրական Հայաստան է ստեղծում։ Դրա համար է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին արժե զրկված է թե սեպտեմբերի 21-ի խորհուրդը, այսինքն երրորդ հանրապետության հիմնադրման օրը, թե շատ այսպես արամարական կամ իմիջայլոց ձևով նշում են հունվարի 28-ը մեր ազգային բանակի հիմնադրման օրը եւ շատ բնական է, որ այս իշխանությունը, որը պատերազմ է հայտարարել մեր պատմությանը, Սարդարապատ չէր էլ գնալու եւ Սարդարապատում միջոցառում չէր էլ կազմակերպելու, բայց ես ձեզ մի բան եմ ուզում հիշեցնել, 2 տարի առաջ արդեն Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի խորհուրդը խեղաթյուրեց մի հատ սկանդալով, եթե հիշում եք, 2 տարի առաջ նա մեկնել էր շքախմբով Սարդարապատի հուշահամալիր եւ ոստիկանական բիրտ ուժերով շատ անշնորհք ձևով արգելափակեցին ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատ, հենց մայիսի 28-ին էր դարձյալ 2024 թվականի, այսինքն նոր չի, որ Նիկոլ Փաշինյանը ազգային միասնության խորհուրդն է խարխլում, Սարդարապատի խորհուրդն է խարխլում, եթե մարդը
մեր բովանդակ պատմական ընթացքը փորձում է ռևիզիայի ենթարկել, ինչու նա պիտի հիշի առաջին հանրապետությունը եւ մեծարիային, ինչու նա պիտի խորհրդային Հայաստանի ձեռքբերումները մեծարի կամ ինչու նա պիտի արժևորի երրորդ հանրապետությունը իր բոլոր թերություններով հանդերձ։ Գիտեք, ես կուզենայի մի քանի խոսքով էլ անդրադառնայի բուն զորահանդեսին, ինչ տպավորություն թողեց այն, շատեր նորից եմ կրկնում, այն կարծիքին էր, որ սա շինծու հերթական միջոցառում էր, հետաքրքիր է լսել ձեր կարծիքը։ Ես միանշանակ, երբ որ ես ասում եմ դա նախընտրական դեկորացիա էր, հենց դա-ի նկատի ունեմ, սպառազինություն ձեռք բերելը լավ բան է, բայց այդպես ուրեմն ցույց տալ սպառազինություն, դա հակադրել այն բանակին, որ միջև 44 օրյա պատերազմ ունեցել ենք, այն հաղթանական բանակը, որ Արցախյան առաջի պատերազմը կերտել, հաղթանակա կերտել, այն հաղթական բանակը, որը միջև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ապահովել է Հայաստանի անվտանգությունը, ուրեմն նման անշնորհք ձևով այսօրվա ձեռք բերված մի քանի զինտեխնիկան հակադրել այն հերոսական անցյալին, որ մենք ունեցել ենք, եւ դա մատուցել որպես զորահանդես, մեղքա ոչ միայն պատմության առաջ, մեղքա ոչ միայն սերունդների առաջ, այլ ընդհանրապես հակապետականության դրսևորում է։ Գիտեք, մենք պիտի անդրադառնանք այժմ Քարոզ Արշավին, այն թևակողել է վճռական փուլ, եւ իհարկե ինձ հետաքրքրում է ձեր կարծիքը, մանավանդ որ դուք էլ այս Քարոզ Արշավին մասնակցում եք բավականին ուժեղ ինքնատիպ թիմով, ուժեղ առաջնորդի, ինչպես ասում են, գլխավորությամբ, եւ կարծում եմ, որ պայքարը այսուհետ էլ ավելի է թեժանալու։ Հարգելի պարոն Խուշյան, իսկապես դուք շատ ճիշտ նկատեցիք, մենք ունենք բավականին լավ թիմ, խարիզմատիկ եւ ուժեղ առաջնորդով, ունենք շատ կենսունակ ծրագիր եւ եթե նկատել եք ամենաբազմաշերտ եւ տոտալ քարոզարշավ իրականացնող ուժերից մեկն ենք, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որովհետեւ չկա որևէ օր, որ պարոն Ծառուկյանը մի ուղղության վրա քարոզարշավ չիրականացնի, այսինքն հանրապետության որևէ մարզում կամ Երևանի համայնքներից մեկում, օրինակ այսօր հյուրընկալվելու ենք Աչափնյակ համայնքում, չկա մի օր, որ քարոզչական խմբերը տարբեր տեղերում անկախ պարոն Ծառուկյանի օրակարգից շատ ակտիվ լոկալ քարոզարշավ չիրականացնեն եւ վերջապես մենք ունենք սպիկերների թիմ, որոնցից մեկը ես եմ, ովքեր շատ ակտիվ շփվում են ԶԼՄ-ների հետ եւ առիթը օգտագործելով նաեւ իմ խորին հարգանքն ու շնորհակալությունն եմ հայտնում ձեզ, որովհետեւ քարոզարշավի այս ծանր շրջանում դուք մի քանի անգամ անձամբ ինձ մեր թիմին եթեր եք տվել, ինչի շնորհիվ մենք կարողացել ենք նաեւ ձեր լսարանի հետ շփվել, մեծ լսարանի, որտեղ անշուշտ մենք էլ ունենք կողմնակիցներ, դրա համար ձեզ շնորհակալություն։ Հիմա տեսեք, քարոզարշավը բնականon հունով անցավ ընդամենը 2 օր, երբ որ առաջի 2 օրը, երբ որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը փորձում էր ինչ-որ ծրագրերից խոսել, փորձում էր չեղած խաղաղությունը վաճառել հասարակության վրա եւ այլն եւ այլն։ Բայց երկրորդ օրվանից հետո նրան հավանաբար իր ներքին եւ արտաքին կուրատորները հուշեցին, որ նա հավաքական ընդդիմությանը պարտվում է եւ նա սկսեց վերադառնալ այդ հիստերիկ, նյարդային, որոշ դեպքերում փողոցային դրսևորումներին, դուք գիտեք, ինչպիսի բառամթերք եւ ինչպիսի լեքսիկոն է նա որդեգրել քարոզարշավի ընթացքում, անձամբ մեր քաղաքական ուժը տոտալ տերորի է ենթարկվում, գիտեք, որ մեր երկրորդ համարը հանիրավի կեղծ մեղադրանքներով հիմա կալանավորված է, խոսքս Անդրանիկ Թևանյանի մասին է եւ ես ուզում եմ ամենայն աջակցությունը հայտնեմ մեր ցուցակի երկրորդ համարին, պարոն Թևանյանին,
դուք գիտեք, որ նման խնդիր կա, հանիրավի նա կալանավորված է, նաև դուք գիտեք, որ Նիկոլ Փաշինյանի մակարդակով թիրախավորված է պարոն Ծառուկյանի անձը, էլ չգիտեմ, մի օր սպառնում է տունը խլել, մի օր սպառնում է արա ցեմենտը խլել, մի օր փողոցային բառապաշարով անդրադառնում է պարոն Ծառուկյանի որդուն եւ այլն եւ այլն։ Դա ճակատագրական սխալ է արել Նիկոլ Փաշինյանը, որտեվ այս սիրամարտավարությամբ բյուրեղացրել եւ ուժեղացրել է մեր էլեկտորալ խմբերը, այսինքն ավելի բյուրեղացրել է մեր էլեկտորատները եւ հիմա Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ այն առումով, որ 3-4 ազդեցիկ ընդդիմադիր ուժերը անշուշտ հավաքականորեն գերազանցում են Նիկոլ Փաշինյանին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը մոտ է երկրորդ ճակատագրական սխալը կրկնելուն, որը արդեն անշրջելի սխալ կլինի։ Նրան էլի ինչ-որ կուրատորներ հուշում են 3 ազդեցիկ ընդդիմադիր ուժերից առնվազն մեկին դուրս թողել ընտրապայքարից, այսինքն Հայաստանում ներդնել այսպես կոչված մոլդովական տխրահռչակ սցենարը, այդ ուղղությամբ հիմա նա ջանքեր է գործադրում, դա կլինի նրա ճակատագրական սխալը, որովհետև քաղաքական ուժերից որ մեկին էլ նա դուրս թողի ընտրապայքարից, եթե գնա նման հիմար սխալի, այդ պոտենցիալ թե ուժեղ Հայաստանի ընտրողները, թե Բարգավաճ Հայաստանի ընտրողները, թե Հայաստան Դաշինքի ընտրողները իրենց քաղաքական ուժի դուրս մղման պարագայում ոչ թե տանը նստելու են, այլ այդ ընտրողները շատ արագ կողմնորոշվել են դեպի մյուս ընդդիմադիր ազդեցիկ խմբերը եւ անշուշտ հեղափոխական վիճակ է ստեղծվելու երկրում Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով։ Ես կարծում եմ, որ հունիսի 7-ը բացառիկ շանս է հենց իր Նիկոլ Փաշինյանի համար, դա վերջին հնարավորությունն է, որը նա կարող է օգտագործել անցնցում հեռանալու համար։ Երկրորդ նման հնարավորություն նրան չի տրվելու, այս իշխանությունը բարոյական, քաղաքական, ծրագրային, օրակարգային առումով իրեն ամբողջովին սպառել է եւ ես կարծում եմ, որ անցնցում հեռանալու պատեհությունը Նիկոլ Փաշինյանը պիտի օգտագործի, որովհետեւ եթե նույնիսկ հունիսի 7-ին նա կեղծիքներով ժողովրդական լեզվով ասած դաղալությամբ փորձի իշխանությունը պահել, դա շատ կարճատև անկայուն ընթացք է լինելու, ինչից հետո այդ իշխանությունը մեծ ցնցումներով միևնույնն է հեռանալու է։ Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել եւ չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100,000-ավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին եւ կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ Կուսակցությանը, Քվեաթերթիկ համար 15։ Փաստորեն այս քարոզարշավի ֆոնին այս օրերին առանձնանում է նաև այսօր Աստանայում մեկնարկելի Եվրասիական տնտեսական ֆորումը, որին ինչպես գիտեք Հայաստանի առաջնորդը չի մասնակցելու, փոխվարչապետն է այնտեղ լինելու, բայց այստեղ ինչ զարգացումների մենք կարող ենք ականատես լինել, որտեղ տնտեսական այս ֆորումը նույնպես շատ կարևոր է, եթե հաշվի առնենք այն դիրքորոշումը, որ այսօր ունի Ռուսաստանի Դաշնությունը հենց ստույգ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այս մասին ինչ կարող եք ասել։ Մեծ գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ
հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են պատմական մինիմումի մակարդակին, այսինքն այսպիսի աննախադեպ ճգնաժամ ես հայ-ռուսական հարաբերություններում չեմ հիշում, գոնե նորագույն շրջանում նման ճգնաժամ չի եղել, բնականաբար Մոսկվայից մեզ երկու բան շատ հստակ հասկացնում են, դերևս ապրիլի 1-ին, երբ տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան հանդիպումը, դրա հրապարակային մասում, այն մասում, որը հասու էր հասարակությանը, մեզ բոլորիս, դրանից հետո ես արձանագրել եմ, որ Պուտինը երկու շատ հստակ մեսիջ հասցեագրեց Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի ժողովրդին։ Առաջին, որ Հայաստանը այլևս Մոսկվան չի անդուրժելու, որ Հայաստանը երկու աթոռի վրա նստելու մարտավարություն վարի, որտեղ սա ըստ էության հակասում է միևնույն մաքսային միության մեջ գտնվելու գաղափարին։ Դուք գիտեք, որ որևէ երկիր աշխարհում սա քաղաքագիտական, դիվանագիտական աքսիոմ է, չի կարող համաժամանակյա երկու մաքսային միության անդամ լինել։ Սա ուղղակի քաղաքագիտության աքսիոմ է, մի բան, որ Նիկոլ Փաշինյանը համառորեն չի կարողանում հասկանալ, եւ երկրորդ բանը, որ Ռուսաստանի նախագահը հստակ հասկացրեց, դա այն է, որ այլևս թույլ չեն տալու, որ Նիկոլ Փաշինյանը իր ձախողված քաղաքականության պատասխանատվությունը դնի Ռուսաստանի վրա։ Փոխանակ Նիկոլ Փաշինյանը գար հետևությունների, այդ հակառուսական հիստերիան, ստրիպտիզը Հայաստանում շարունակվեցին, ինչը հանգեցրեց նրան, որ Մոսկվայում զուտ ռետորական մակարդակով հակադրությունից անցան կոնկրետ քայլերի, գիտեք, որ շուրջ 70 միլիոն ջերմուկի շիշ, ջերմուկ, 70 միլիոն հատով ջերմուկ արգելվել է վաճառքը Ռուսաստանում, գիտեք, որ ծաղիկների արտահանման ճանապարհին շատ լուրջ խոչընդոտներ կան, գիտեք, որ արդեն մրգերի արտահանման հարցում պրոբլեմներ կան, Ռուսաստանի շատ բարձրաշան պաշտոնյաների մակարդակով ահազանգ է հնչեցվել, որ կարող է վերանայվել գազի սակագինը, իսկ Հայաստանի տնտեսական կայունության միակ երաշխիքը դա ռուսական էժան գազն է, եւ եթե Հայաստանի քաղաքականությունը Մոսկվայում համարվի թշնամական եւ նրանք որոշեն ուրեմն գազի գինը վերանայել բարձրացման միտումով, սա կբերի Հայաստանում տնտեսական կոլապսի, սա կբերի սոցիալական ցնցումների, աշխատատեղերի փակման, բիզնեսների կրճատման, եկամուտների շեշտակի անկման, իսկ այս ամեն ինչը պարզային հետևանքներ կունենա։ Հիմա այսօր այո, Հայաստանի համար ինչ-որ առումով կարևոր օր է, շրջադարձային, որտեվ Աստանայում ԵԱՏՄ գագաթաժողովն է, որին Փաշինյանի փոխարեն մեկնել է Մեհեր Գրիգորյանը, իհարկե սպասել, որ հենց այսօր Հայաստանի անդամակցության հարցը սուր կդրվի Աստանայում, չեմ կարծում նման սցենար միանգամից գործի դրվի, բայց Հայաստանում ասով այսօր ծավալվելու է շատ տհաճ ու լուրջ զրույց եւ Հայաստանի ըստ էության, եթե ֆուտբոլային լեզվով ասենք, դեղին քարտ են ցույց տալու այսօր եւ հասկացնելու են կամ շատ կարճ ժամանակ են տալու այս արկածախնդիր քաղաքականության ընթացքը կասեցնելու համար, հակառակ պարագայում Հայաստանի դեմ կիրառվելու են արդեն ավելի կոշտ միջոցներ, ընդհուպ տնտեսական սանկցիաների կիրառումը, որը ինչպես արդեն նշեցի, կարող է իսկապես տնտեսական կոլապսի առաջ մեզ կանգնեցնել։ Պարոն Սուրենյան, իհարկե այն ամենը ինչի մասին դուք նշեցիք, շատ տխուր մտորումների տեղիք է տալիս։ Մանավանդ, եթե գազը, ինչպես ասում են, թանկացվի 3 անգամ, դա պատկերացնում եք ինչ կոլապսի կարող է բերել մեր տնտեսության համակարգում, եւ սա իհարկե պիտի որ մեր իշխանություններին լուրջ մտորումների տեղիք տա, բայց Փաշինյանի պահվածքը, նրա թիմակիցների պահվածքը այնպեսին է, որ կարծես թե չեն էլ մտածում այդ ուղղությամբ, ասում են դե ինչ է եղել, գազը կթանկացնեն, մենք ավելի շատ գումար կունենանք, սա չեմ հասկանում, ինչ հոգեբանությամբ է այս ամենը առաջ քաշում, սա պարզապես, ինչպես ասում են, արհամարանք է մրցակիցների նկատմամբ,
թե իսկապես չեն գիտակցում ինչ լրջությամբ կարող է ամեն ինչ դրվել։ Պարողուշյան, գործ ունենք սովորական, շատ սովորական դեմագոգ պոպուլիստի հետ, որը խոսքի արժեքը նույնիսկ չի հասկանում։ Մի մարդ, որի օրոք մեր պետական պարքը 8 միլիարդ դոլարով աճել է, խոսում է այն մասին, որ տրիլիոններ կլինի, երկրում միլիարդներ կլինի, նախ նման հեռանկար ցավոք սրտի Հայաստանում չկա, որովհետև ներդրումային միջավայր պիտի ձևավորված լինի, մեծ ներդրումներ երկրում պիտի լինեն, որ Փաշինյանի նկարագրած պատրանքային այդ երանելի վիճակը լինի, բայց ինչ ներդրումներ Հայաստանում կարող են լինել, եթե մեկ տարին չբոլորած Նիկոլ Փաշինյանը արդեն բանդիտական երկրորդ հարձակումն է անում խոշոր կապիտալի դեմ։ Հիշում եք, անցած տարի այս օրերից սկսվեց հեցի խլման գործընթացը, որը մինչև հիմա շարունակում է, հիմա էլ անոնսավորել է, որ խլելու է Գագիկ Ծառուկյանի պատկանող Արարատ ցեմենտը։ Այս պարագայում, երբ որ սեփականության իրավունքը Հայաստանում պաշտպանված չի, ինչ խոշոր գումարների մասին կարող է խոսք լինել, ինչ ներդրումների մասին կարող է խոսք լինել, որ գործարարը փող կդնի մի երկրում, որը կարծես հրաբխի վրա լինի եւ ընդհանրապես անորոշությամբ եւ անկանխատեսելիությամբ է աչքին գնում։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ամբարտավանության դրսևորում են, որովհետեւ այն գումարները, ինչի մասին ինքը խոսում է, ուղղակի չեն կարող լինել, հենց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական ճգնաժամ Հայաստանի վրա արժանանալու է մոտավորապես 5 միլիարդ դոլար։ Այդ 5 միլիարդ դոլարը Հայաստանին չեն տալու ոչ Ֆրանսիան, ոչ Միացյալ Նահանգները, հենց մենք հայտնվեցինք այդ վիճակում, կպարզվի, որ այդ պետությունները իրենք բազմաթիվ խնդիրներ ունեն եւ այդ 5 միլիարդը մեզ օժանդակելու համար գոյություն չունի եւ հետեւաբար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը շատ պրիմիտիվ պոպուլիստական դատարկախոսություն են, ոչ ավելին։ Մենք գործ ունենք մարդու հետ, որի տեսակով չի փոխվում։ Իրրացիոնալ մարդը ռացիոնալ չի կարող լինել, պոպուլիստը իրատես լինել չի կարող։ Հակապետական մտածողությունից սпасել պետական իմաստություն հնարավոր չի։ Հետևաբար, եթե մեր հասարակությունը ցանկություն ունի եւ կամք ունի եւ հավաքական գիտակցություն ունի, հունիսի 7-ից հետո նոր այս անգամ տնտեսական պատերազմի մեջ չգտնվելու Ռուսաստանի հետ, պետք է խոհեմություն դրսևորի եւ հունիսի 7-ին այս իշխանությանը մերժի, իր քվեն տալով ընդդիմադիր նախընտրելի կուսակցությանը, ակտիվ մասնակցի ընտրություններին, որպեսզի իշխանությունները չկարողանան կեղծել ընտրությունները։ Եթե կեղծիքներ լինեն, անհրաժեշտաբար նաև փողոց դուրս գա, որովհետև այս իշխանության վերարտադրության դեպքում կոնին դրված է Հայաստանի ճակատագիրը։ Իրոք շատ լուրջ զարգացումներ են մեզ սպասում եւ ցավալի ամենակարևորը։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ մեր ժողովուրդը խոհեմ կգտնվի եւ այս անգամ վերջապես ճիշտ ընտրություն կկատարի, այլապես պատկերը կարող է շատ տխուր լինել։ Հուսանք, որ հենց այդպես էլ կլինի եւ հունիսի 7-ը մեր պատմության մեջ շրջադարձային օր կլինի։ Շնորհակալություն պարոն Սուրյանյանց այսօրվա բաց զրույցի համար, առաջիկայում իհարկե մենք նոր հանդիպումներ կունենանք, բայց ամենակարևորը եկեք այսպես լավատեսորեն տրամադրվենք եւ հուսանք, որ իսկապես մեր ժողովուրդը ճիշտ հետևություններ կանի։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր հյուրընկալել էինք Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին, սպասեք նրան առաջիկայում եւս։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։ Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել
չի լռել եւ չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին եւ կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ Կուսակցությանը, Քվեաթերթիկ համար 15։